Էկրանին Էմիրատ Տելեկոմի, Շարժայի բանկի ու հայտնի շատ այլ ընկերությունների արժեթղթեր են։ Էկրանը Հայաստանի ֆոնդային բորսայինն է։ Այն real time ռեժիմով կապիտալի մեր շուկայի առաջարկներն էլ արաբական աշխարհին է հասանելի դարձնում։ Առևտրային հարթակի հնարավորությամբ հպարտանում է IMX-ի ղեկավարը։ Թաբադոլով մենք միացած ենք Աբու Դաբի ֆոնդային բորսային։ Եվ ըստ էության մեր հաճախորդները կարողանում են տեսնել եւ առևտուր իրականացնել այս բոլոր արժեթղթերով նույն կերպով հիմա իրանք էլ իրենց ծրագրի միջոցով տեսնում են մեր շուկան եւ առևտուր անելու համար այլևս իրենց հարկավոր չի լինում գալ Հայաստանում հաշիվներ բացել, ինչ որ բրոկերների միջոցով մտնել մեր բորսա, այլ ուղիղ առևտուր իրականացնում են եւ վերջնահաշվարկը, փողի հաշվարկը իրանք իրականացնում են Աբու Դաբի ֆոնդային բորսայի դեպոզիտների միջոցով։ Սա շատ նորարարական մոտեցում է կապիտալի շուկաների ինտեգրման։ Ինչպես է համակարգն աշխատում, մերոնք օրերս ֆինանսիստների խմբով գործուղվել են Աբու Դաբի ներկայացրել ներդրումային ֆորումի մասնակից հյուրերին։ Քննարկումները կենտրոնացել են տեխնիկական նորամուծության միջոցով գումարների հոսքը դեպի կապիտալի հայկական շուկա ակտիվացնելու վրա։ Թվային բորսայական այս կամուրջը մեկ քլիկով միլիոնների գործարք կնքելու հեշտացված հնարավորություն է, ասել է Եգանյանը։ Կենտրոնական բանկի փոխնախագահը խոսել է երկրի տնտեսական ցուցանիշների ու մոնետար քաղաքականության մասին։ Ֆինանսների փոխնախարարը ներկայացրել պետական արժեթղթերի առաջիկա թողարկումների ռազմավարությունը։ Բորսայական ինտեգրման առաջին այս փուլով մերձավոր արևելքում եղած մեծ փողերի առաջ բացվել է մեր առայժմ արտարժույթի եւ պետական պարտատոմսերի երկրորդային շուկան։ IMX-ը կարող է ADX-ի միջոցով խոշոր նոր ֆինանսական շարժեր ապահովել։ Աբու Դաբիի հանդիպումներից լուրջ սպասումներով են վերադարձել հայկական պատվիրակները։ $600 միլիոն ավել դրամային պարտատոմսերում ներդրում են իրականացրել արևմուտքում գործող ինստիտուցիոնալ ներդրողները, դրանք ներդրումային ֆոնդեր, կենսաթոշակային ֆոնդեր եւ այլ տեսակի մասնագիտացված ներդրողներ։ Հիմա նույնը մենք փորձեցինք իրականացնենք նաեւ միջին արևելքում։ Biz բոլորս էլ հասկանում ենք, որ միջին արևելքում մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրությունները այսօր դիրքավորվել է որպես տարածաշրջանի ֆինանսական, տնտեսական կենտրոն։ Իրանց համար մենք հետաքրքիր ենք, խոսքը գնում է լուրջ ներդրումների մասին, քանակը այդ հարթակներով շրջանառվող միջոցների անգամներով գերազանցում է նույնիսկ Հայաստանի Հանրապետության բյուջեն։ Մենք այս պահին, եթե նայենք տարվա վերջով, մեր տեղական պարտատոմսերի գնորդները մոտավորապես 7.5%-ն էին, որ Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներն էին։ Տարածաշրջանի հարուստ ներդրողներին պետական մեր պարտատոմսերն առաջարկելով երկիրն ուզում է խորացնել ֆինանսական աղբյուրների դիվերսիֆիկացիան, բացատրում է Ավանեսյանը։ Տեղական թողարկումներն արդեն հասել են 2.7 տրիլիոն դրամի։ Կարճ, միջին ու երկարաժամկետ նոր պարտատոմսերով տարվա օրացույցը ներդրողների համար հրապարակված է։ Մենք ամսական պարբերականությամբ ունենում ենք թողարկումներ, ամիսը մի քանի անգամ թողարկում ենք, այդ գրաֆիկը հստակ սահմանված, այդ թափանցիկությունը եւ կանխատեսելիությունը մեր քաղաքականության երևի մեր առանցքային առավելություններից մեկն է։ Հայաստանի պետական պարտատոմսերի առաջին խոշոր գնումներն Աբու Դաբիից Եգանյանն ակնկալում է տեսնել մինչև ամռան կեսերը։ Արևելքի ներդրողներին հետո կառաջարկեն ձեռք բերել մեր նաեւ կորպորատիվ արժեթղթերից։ Նպատակներից հաջորդը ստեղծած ինտեգրված համակարգերով տարածաշրջանի որոշ երկրներին միջնորդ ծառայություն մատուցելն է։ Պետք է փորձենք նաև մեր ենթակառուցվածքի միջոցով այդ ինստիտուցիոնալ ներդրողներին բացենք ներդրումների հնարավորություն ներ մոտակա հարևան երկրների դեպի ենթադրենք Վրաստան, Ուզբեկիստան, Ղազախստան, Կիրգիզիա, այն բոլոր երկրները, որոնց հետ մենք ունենք արդեն ինտեգրված ենթակառուցվածքներ։ Եթե ամեն ինչ ծրագրածի պես առաջ գնա, IMX-ում հույս ունեն դառնալ արևելքի ու արևմուտքի շուկաները կապող օղակ ֆինանսական հաբ Աբու Դաբի ու Վարշավայի ֆոնդային բորսաների միջև։ Հերմինե Բաղդասարյան, Էդգար Դավթյան, Արտակ Գևորգյան, լուրեր։